Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք նոա ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի եւ ֆուտբոլիստ Մարին Յակոլիշի նախախաղային մամուլի ասուլիսը։ Վաղը կայանալիք կոնֆերենցիաների լիգայի փուլի առաջին խաղերի եկայի հետ խաղից առաջ։ Սկզբում բնականաբար հարցերը կուղեք ֆուտբոլիստին, որպեսզի նա միանա մարզմանը, այնուհետև արդեն մարզչին։ First question will be for you. Կարող ենք սկսել։ Ասում եմ։ Hello, Marin. Tomorrow you have an important clash, first game in the Conference League group stage against the club from your country, which you have obviously faced also in Croatia while playing there. Your opinion about the opponent, and will it be a special game for you? Վաղը հարցը ուղղված է ֆուտբոլիստին, վաղը կարևոր խաղում եք կոնֆերենցիաների լիգայի փուլի առաջի խաղը եւ թիմը հենց ձեր երկրից է, որքանով է վաղվա խաղը կարևոր եւ քո կարծիքը մեր մրցակցի մասին։ First of all, hello to everybody. Բարի երեկո բոլորին։ Yeah, obviously it's an important game for us and for myself as well. Այո, կարևոր խաղ է մեզ համար, ինձ համար եւս։ Rijeka is a champion and a cup winner from the last year. Ռիեկան երկրի չեմպիոնը եւ գավաթակիր անցած տարվա։ They didn't start good this season, but we know individual and the quality of the team. Նրանք լավ չեն սկսել մրցաշրջանը, բայց մենք գիտենք թե անհատապես ինչ լավ որակներով հագեցած թիմ է։ And obviously we want to win a game. We want to start this Europe with a positive result. Մենք հույս ունեմ որ կսկսենք եվրոպական վերջանապարտություն դրական արդյունքով։ And show that no, it's not here by luck, that we deserve this. Եվ ցույց տանք որ նոան արժանի է սրան։ Հարցեր։ Վարվարա։ Վարվարա Երեպետյան Armen Պրոսրիաթվական, Մարին ինչպես է դրամատրվածությունը ամբողջ թիմի մոտ եւ արդյոք դες կօգնի են հանգամանքը, որ առաջինը խաղում ենք Երևանում։ Varvara Herepetian from Armen Press. What about our mood into the dressing room and how it's important to start Conference League this journey from home? Sorry. I don't think that you need extra motivation for this kind of game. Ես չեմ կարծում որ մենք լրացուցիչ մոտիվացիայի կարիք ունենք առաջիկա խաղի համար։ Everybody wants to play European competition. Բոլորը ցանկանում են խաղալ եվրոպական առաջնությունում։ And the mood is very good because last two games we won. Տրամադրությունը շատ լավ է, քանի որ մենք նախորդ երկու խաղերը հաղթել ենք։ And we want to continue doing this tomorrow as well. Եվ մենք ցանկանում ենք սա շարունակել նաև վաղը։ Ասում եմ։ Հարցս հետևյալն է, ֆուտբոլիստին իհարկե վերջին շրջանում գերազանց արդյունավետությունը։ Ներողություն եմ խնդրում մի փոքր բարձր կամ միկրոֆոնը մոտ։ Հարցս ուղղված է ֆուտբոլիստին, բնականաբար վերջին շրջանում գերազանց արդյունավետությունը ցուցաբերում, արդյոք կարելի է համարել, ինքը համարում է արդյոք որ իր ադապտացիան Հայաստանում արդեն անցել է ադապտացիոն փուլը եւ իրենից խոսանում են ունի արդյունավետությունը շարունակել այսպես։ The question is like during this last time you were very good, your performance was very good, and can you mention that prove that your adaptation passed well and you finished with your adaptation, and will you give a word that you will continue like this? Yeah, I think that coming from Australia to Yerevan was not so easy jump. Ես կարծում եմ Ավստրալիայից Երևան գալը հեշտ ճանապարհ չէ։ But everybody in the club, from the coaching staff, and from all the people in the club gave me a big support to take my time, how long I need to adapt. Բայց բոլորը ակումբում, սկսած գլխավոր մարզչից եւ բոլոր մարդկանց, ովքեր ներգրաված են ակումբում, նրանք ինձ օգնել են, որպեսզի ես կարողանամ շատ հեշտ հարմարվել։ And now all of these good games coming from them, them believing in me and giving me my time and the space to adapt. Եվ այն խաղերը, լավ խաղերը, որ եղել են, եւ այն հնարավորությունը, որ ես ստացել եմ, որպեսզի ունենամ շատ լավ հարմարվեմ, արագ հարմարվեմ։ And obviously I'm not planning to stop here. Obviously I want to play better and keep helping the team how much I can. Եվ ես չեմ ցանկանում կանգնել որտեղ որ հասել եմ, հասածից ցանկանում եմ գնալով շատ ավելի լավ խաղալ։
Շնորհակալություն։ Եթե չկան հարցեր ֆուտբոլիստին, շարունակենք մարզչի հետ։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, շարունակում ենք մամուլի ասուլիսը Նոյի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի հետ։ Հարցեր, Սամվել։ Mr. Perkovic, I made a small research today, wondering if you have faced Rijeka as a coach of Dinamo Zagreb previously, and in last season you won against this team as a coach of Dinamo Zagreb. What should Noah FC do tomorrow to repeat this success, to have a victory, and your opinion about the opponent? Լրագրողի հարցը հետևյալն էր, նա նշեց, որ երեք մի փոքր ռիսերչ է կատարել եւ տեսել է արդյոք մարզիչը երբ որ Դինամո Զագրեբի գլխավոր մարզիչն էր ԵԿԱ-ի հետ խաղ է ունեցել եւ արդյոք հաղթել է եւ տեսել է որ հաղթել է եւ ինչ պետք է անի վաղը Նոան կրկնելու այս հաջողությունը եւ ընդհանուր առմամբ կարծիք մեր վաղվա մրցակցի մասին։ Baratis, yes, I play with my former club against them. Այո, ես իմ նախորդ կոմբի հետ խաղացել եմ նրանց դեմ, Few months ago, but for tomorrow match this doesn't mean nothing. բայց վաղվա խաղի դա ոչինչ չի նշանակի։ If we want to win and we want to win tomorrow, Եթե մենք ցանկանում ենք հաղթել վաղը, we will need to be on our maximum level, մենք պետք է լինենք մեր լավագույն, առավելագույն վիճակում, stick to the plan from first second till last second, պետք է մնանք հավատարիմ մեր ծրագրին առաջին վայրկյանից մինչև վերջին վայրկյանը, and most important is that tomorrow all players who will be on the pitch that they are brave. եւ ամենակարևորը որ բոլոր ֆուտբոլիստները, որոնք լինելու են խոտածածկին, լինեն խիզախ։ With this mentality, with this philosophy, I'm sure we will have opportunity to win the match. Այս փիլիսոփայությամբ եւ այս հոգեբանությամբ ես վստահ եմ, որ with this mentality and Philosophy. then We will be able to win. մենք կարողանանք հաղթել խաղում։ She's already in States. Huh? And opinion about Well, Rijeka is Croatian champions and the cup winner, and they were also able to join the group stage after I think 5 years that nobody in Croatia, beside of course Dinamo, didn't enter the group stage. Ռիեկան երկրի չեմպիոնը եւ գավաթակիրն է նախորդ մրցաշրջանի եւ Խորվաթիայում եւ նա դա կարողացավ եվրոպական ֆուտբոլի ասպարեզ, այսինքն լիգայի փուլ մտնել 5 տարի անց, ոչ ոքի դա չէր հաջողվում իհարկե բացի Դինամոից Զագրեբի։ I think that they are a great squad with a lot of individual high quality players. Կարծում եմ նրանք շատ լավ թիմ են, համալրված անհատական լավ որակներով ֆուտբոլիստներով։ They didn't start as they wanted in this season championship. Նրանք մրցաշրջանում չսկսեցին այնքան լավ, որքան նրանք էին ցանկանում այս տարի։ And they see this match tomorrow as a chance to restart their season. Եվ վաղվա խաղում նրանք տեսնում են այն հնարավորությունը, որը կկարողանան նորից կարելի ասել վերսկսել մրցաշրջանը։ But as much as I respect them, I also believe in our qualities. Բայց որքան որ նրանցից սպասում եմ, նաև նույնչափ հավատում եմ մեր որակներին։ And I'm sure that my team will tomorrow play one great match. Եվ ես վստահ եմ, որ վաղը մենք իսկապես հրաշալի խաղ կխաղանք։ Արամ։ Եվրագավաթային փուլի մեկնարկում նշում էիք, որ թիմը խաղացվածության խնդիր ունի, դուք էլ դեռ լիովին չեք հարմարվել եւ ժամանակ է պետք։ Արդյոք առաջնության այս խաղերն օգնել են թիմին խաղացվածությունը բարելավելու եւ արդյոք մարզիչը նույնպես լիարժեք հասկանում ու հարմարվել է թիմին։ When we just start our European journey, you have mentioned that we have some problems with game connection between the players, and also you was needed some time to adapt with for the team. And can we say that now we passed everything, and you know our team very well, and our players has a good connection, have a good connection, game connection. Yes, I think that I can say that. Today is our 88th training since I'm here. We play with friendlies, I think 21, 22 matches. So in this time, of course, you know your team. We have a lot of success lately, and this is something what build self-confidence from the team. And I'm very happy how my team behave, work, train, and play at this moment. And I just hope that this level they will be able to hold for a long time.
It's okay. Ես ինչ եկել եմ թիմ, արդեն մենք 21-22 խաղ ենք անցկացրել եւ եթե չեմ սխալվում 80-ից ավել մարզում նշեց մարզիչը եւ նաեւ մեր այս խաղերի հաջողություններն էլ նույնպես վստահություն են փոխանցել։ Ես շատ ուրախ եմ թիմի համար, արդյունքների համար, նրանք շատ լավ աշխատում են, շատ լավ նվիրվում են եւ ես այս ամենից շատ ուրախ եմ եւ հույս ունեմ, որ հենց այս մակարդակում մեր անցած այս հատվածի ճանապարհը կօգնի նույնպես շարունակել այսքան լավ ելույթները։ Արման Արման Զաքարյան Ֆասնես լրատվական հետաքրքիր մարշի կարծիքը խաղադաշտի մասին, քանի որ գիտենք, որ ավանդույթի համաձայն Նոյան Աբովյանում անցկացնում էր կոնֆերենցիոն լիգայի հանդիպումները եւ ավանդաբար այնտեղ հաղթում էր։ Արդյոք կա ինչ-որ ծնահավատություն, որը ըստ մարշի կարող է խանգարել թիմին։ The question was about pitch because in our home in Abovian we were unbeaten. It's like our castle. And did you have sorry. Yes, we changed and No, I don't have any kind of superstition about the pitch. I really like Republican Stadium. I like the atmosphere here. It's real football. You can feel real football and history and energy. I like these kind of stadiums. I have information that tomorrow will be a lot of people. I hope there will be 12 players for us and that after the match we will all be happy. Ոչ, ես չունեմ նման ծնահավատություն եւ ես հավանում եմ շատ այս մարզադաշտը իրական ֆուտբոլային մարզադաշտ է, որը ունի պատմություն եւ էներգիա է փոխանցում։ Ես սիրում եմ այսպիսի մարզադաշտերում խաղալ եւ լսել եմ, որ վաղը շատ մարդիկ են գալու մարզադաշտ եւ ես հույս ունեմ, որ նրանք կլինեն մեր իրական 12-րդ խաղացողը եւ հույս ունեմ, որ վաղը խաղից հետո բոլորս երջանիկ կվերադառնանք տուն։ Հարցեր, Մարիամ։ Մարիամ Նազարյան, առաջինալիք, նախորդ տարի Նոան կոնֆերենցիաների լիգայի փուլում ընդամենը 1 հաղթանակ տարավ, արդյոք նախորդ տարվա այդ արդյունքները լրացուցիչ ճնշում են ստեղծում թիմի համար, թե դուք դա դիտարկում եք որպես շարժիչ ուժ այս անգամ հաջողության հասնելու համար։ Last year in the league phase, Noah has only one victory. Is it some pressure for you or motivation to make a better result this year? No, only pressure I have in football is that our trainings are good, that we have good atmosphere, that we are growing from day to day. And in my opinion, result can be like this and like this. It's always about opponent and a lot of things inside. But I don't have pressure about result. I have only pressure that we as a team growing day by day. Ոչ, ես միայն ճնշում, այսպես ասած, փոխաբերական իմաստով ունեմ այն դեպքում կենտրոնացված այն դեպքում, երբ որ մենք մարզումներ ենք անցկացնում, որպեսզի մարզումները լավ մթնոլորտում անցկացվեն եւ մեր թիմը գնալով օրորի ավելի աճի, այսինքն ես արդյունքների առումով չունեմ ճնշում, բայց ունեմ ճնշում թիմը օրորի ավելի լավը դարձնելու։ Հարցեր, Արամ։ Իսկ շտիտան դեմեն լավ Yeah, it's Croatian guys. They will wait? No, they will not ask me. Okay. Ձեր առաջիկա մրցակիցը հիմնականում առանձնանում է կիսապաշտպանական գծի ֆուտբոլիստներով, որոնք հիմնականում Խորվաթիայի թե երիտասարդական թե ազգային հավաքականի ֆուտբոլիստներ են։ Մարզիչը հատկապես որ գիծը մրցակցի կառանձնացնի, որից պետք է զգույշ լինեն։ Our opponent has good players, especially in midfield line. They are from Croatian national team or from U21 national team. And there is a line, especially that tomorrow we have to be more focused with them. As I said, Rijeka is one really good team and they are dangerous in all aspects of the game. Also in set pieces, they are extremely dangerous. They score a lot of goals on offensive set pieces. Ինչպես ես նշեցի, Ռիեկան շատ լավ թիմ է, նրանք նաև շատ վտանգավոր են տուգանայինների ժամանակ, նրանք շատ գոլեր են խփել հենց տուգանայիներից։ They are not team that we can focus on one player and if we take care about him that we will do our job. Tomorrow we will need all 11 players from
first seconds till last seconds on their maximum. Նրանք այնպեսի թիմ են, որ մենք չենք կարող կենտրոնանալ միայն մեկ ֆուտբոլիստի վրա եւ վաղը մեր բոլոր 11 խաղացողները պետք է կենտրոնացած լինեն առաջին վայրկյանից մինչեւ վերջին վայրկյանը։ This match tomorrow, it's great challenge for us, but we are really looking forward to it, and I'm sure that our presentation tomorrow will be on the level that European stage required. Վաղվա խաղը մեզ համար մեծ փորձություն է, բայց ես վստահ եմ, որ վաղը մենք ցույց կտանք, որ ունենք այն որակները, այսինքն մենք պատկանում ենք եվրոպական ֆուտբոլի այս մակարդակին եւ ունենք այդ որակները։ Հարցեր։ Հայկ Ծատրյան, IPS Media, արդյոք լիգայի առաջին իսկ խաղը տան անցկացնելը հոգեբանական տեսանկյունից լրացուցիչ առավելություն կտա թիմին եւ ինչ սպասումներ ունեք հատկապես երկրպագուներից։ Ներողություն եմ խնդրում, այս հարցին մարզիչն արդեն պատասխանել է։ Յակոլիշ, ներողություն։ The question is about is it an additional motivation to play home first game in Conference League and what you expect from our fans tomorrow? It's always nice to play home, but additional motivation for this kind of matches you don't need. Actually, we need to little bit calm down all the players because they are like overheated. So Շատ լավ է իհարկե խաղալ տանը, բայց այս մակարդակում դու չունես լրացուցիչ մոտիվացիայի կարիք, խոսքը եվրոպական ֆուտբոլում խաղալու մասին է, եւ ընդհակառակը պետք է ֆուտբոլիստներին մի փոքր, այսպես ասած, հանգստացնել, որպեսզի չվառվեն։ And from the supporters, I hope that we will get this energy as always. Ինչ վերաբերում է երկրպագուներին, ես հույս ունեմ, որ մենք նույն էներգիան կստանանք ինչպես միշտ։ And when we will have some hard moments during the match, Եվ երբ որ ունենանք ինչ-որ դժվար պահեր խաղերի ընթացքում, that they are going to push us forward. եւ նրանք մեզ առաջ կմղեն։ Շնորհակալություն։